Դուք անդադ քննադատեք, ասեք, որ վարչապետը վատ է, կառավարությունը վատ է, ազգային ժողովում հարց է տակ, որ վարչապետը ինչ որ հա, սենց մի քիչ ավելի այսպես ոչ ադեկվատ պատասխան տա, դա ոչ մեկին այլևս չի հետաքրքրում ընթացիկը եւ անցյալը ապագայի վրան եմ, որովհետեւ անցյալ դու ապագան եթե նորմալ ունեցար, դու նաեւ պետքա ասենք կարողացար ինչ որ ապագա ցույց տալ, էլի քո հետևից մարդ կտանես, բայց անցյալի հետևն անդադ բողոքելը քեզ մարդ չի բերում։ Այսա պետք է հասկանաք, իսկ ընդդիմությունը պետք է դա հաշվի առնի, որ իր ռեսուրսները շատ թույլ են։ Իր ռեսուրսները շատ թույլ են։ Ինքը դրա վրա ուղղությամբ պետք է աշխատի, որը չի անում։ Ինքը պետք է խաղի կանոն փոխի։ Որտեղ եթե ինքը գնում է զուտ այն ձևով, հա, ինչ որ այսօրվա գնում են ընտրությունները, ես չեմ ասում ընտրությունները վատ են, լավ են, խնդիրը դա չի։ Եթե ընտրության ես գնում դուրի ձևով, եթե impeachment ես անում, ձևերը կան անելու, բայց եթե դու գնում ես այն ճանապարհով, ինչ որ այսօր գնում ես իշխանության խաղի կանոնով, դու անում ես այն ինչ որ այլ անդիմությունը սկսած 90 թվականից 95 թվականին պարտվեց, հետո բոլոր պարլամենտական ընտրություններում երբ որ նայում եք մեր անցած, ասենք պարլամենտի բոլոր ընտրություններում, անդիմությունը մշտապես պարտվել է։